Հանրահավաքի մեկնարկին Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընթերցեց Ավստրիայի հայերի անունից բարևի շարժմանը սատարելու հայտարարություն, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնել փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որից հետո Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքին նշեց, որ այդ օրը պատմական նշանակություն է ունենալու հայ ժողովրդի համար։ Անկախ նրանից, թե ինչ եղանակ է լինելու, անկախ նրանից, թե իշխանությունների մունետիկները ինչ են խոսելու, դուք տերն եք երկրի, և դուք արդեն որոշել եք, մենք գնում ենք հաղթական ավարտի, հաղթանակ, հաղթանակ։ Արմեն Մարտիրոսյանն այնուհետ խոսքը փոխանցեց Ռաֆի Հովհաննիսյանի որդուն Կարին Հովհաննիսյանին, վերջինս հայտարարեց, որ փետրվարի 18-ից հետո Ռաֆի Հովհաննիսյանն այլևս իր հայրը չէ և նա պատկանում է հայ ժողովրդին։ Ես ինձ լիազորված եմ զգում ասելու համար բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին չեք կարող կոտրել, այս երկիրը չեք կարող կոտրել։ Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, ովքեր հայտարարեցին, որ անհրաժեշտություն է դարձել ազատվել գործող իշխանություններից։ 2 տարի առաջ մեր զոհված զինվորների ծնողներին Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հավատացրեց, հանդիպելով մեզ ճաղերի հետևից, հավատացրեց, որ մեր գործերում արդարացի լուծում կլինի, մեղավորները կպատժվեն։ Բայց ցավոք սրտի ոչ մի սպա, որոնք սպանում են բանակում, ոչ մի հրամանատար չի պատժվել մինչ օրս։ Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան նաև Անահիտ Բախշյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ապրիլի 9-ն այն եզակի օրերից մեկն է, երբ մարդկանց թիվը վճռորոշ է լինելու, որից հետո հրապարակավ հայտարարեց, որ ինքն իր ընտանիքի անդամների հետ ապրիլի 9-ին լինելու է ազատության հրապարակում։ Այնուհետև ելույթ ունեցավ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը։ Վերջինս նախ հայտարարեց, որ 1 րոպե լռությամբ պետք է հարգել Հրաչ Մուրադյանի հիշատակը, որից հետո շարունակեց։ Հրաչ Մուրադյանի համար պատասխան պիտի տան։ Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու, չենք ներելու, չենք ներելու։ Սա այն օրն է միասնության ազգային, որտեղ չկա բաժան ժողովուրդ, ազգ և պետություն։ Մենք մեկ ենք փողոցներում, հրապարակում ազատության և հանրապետության, գյուղում և քաղաքում, պահանջում ենք ճշմարտությունը, պահանջում ենք արդարությունը, մերն է ազատությունը և մեզ չեն մերժելու։ Եթե մի երկրում հերոս է զոհվում դավադիր գնդակից, ուրեմն այդ երկրում հաստատ լուրջ պրոբլեմներ կան։ Այդ երկիրը այսպես մնալ չի կարող։ Մենք պարտավոր ենք փոխել մեր երկիրը։ Ես համոզված եմ, որ Հրաչի հետ այդպիսի դեպք չէր պատահի, եթե մենք չհանդուրժեինք այս գեղեցիկ համագարկը։ Ապրիլի 9-ին ժամը 11:00-ին առանց 1 րոպե ուշացման իմ ընտանիքի կնոջս ու 3 մանկահասակ երեխաներից հետ լինելու եմ այստեղ ազատության հրապարակում։ Այդ օրն իմ երեխաները դպրոց չեն գնալու, այդ օրը մենք հանրահավաքի հաշվին աշխատանքի չենք գնալու և ընտանիքով լինելու ենք ազատության հրապարակում։ Ռաֆի Հովհաննիսյանն անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք երթին նշեց, որ դա անցնելու է խաղաղ պայմաններում և իշխանություններին կոչ արեց փորձ չկատարել այդ օրը զորքեր կուտակել Երևանում։ Մեր հպարտության աղբյուր զինվորներին թողեք սահմանի վրա, որտեղ իրենց պարտքը կատարում են, ապահովելով մեր խաղաղությունը և տարածքային ամբողջականությունը։ Չփորձվեք Արցախից կամ որևէ այլ հայրենի անկյունից սպեցնազ բերել, Ագանովսկի չկեմ խմբավորումներ բերել,
ով գալու է, կանգնելու է ժողովրդի կողքին եւ ընդունելու ենք իրենց մեր կողքին, որտեղ հաղթանակը նաեւ նրանցն է լինելու։ Հանրահավաքի վերջում Ռաֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների հետ միասին քայլեր անցկացրեց Երևանի փողոցներով, ինչպես ինքը նշեց մայրաքաղաքի տարբեր անկյունների բնակիչներին բարևելու նպատակով։ Էմապալյան Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։